Եկեք, եթե նույնիսկ միջազգային ստանդարտով նայենք, օրինակ աշխարհում ընդունված բաներ կան, այդ մեր մոտ է, որ հələ վերջին զանգից մի անգամից գնում են բու։ Աշխարհում gap year հասկացություն կա, աշխարհում կամավորության հասկացություն կա, որը բու ընդունվելու համար կրեդիտ է։ Մեր մոտ հենց դպրոց ավարտեցին, վերջ արդեն բան, արդեն իրանք մենակ top մասնագետ են։ Չկա տենց բան։ Դպրոց ավարտելուց հետո ով է մեր մոտ կամավոր ասում ես գնամ կամ այդ որ ծնող կթողի երեխեք ոնց անվճար գնաք աշխատեք, ինչ որ մեկի համար քոծություն անեք, ոնց կարելի է տենց բան անել։ Ոչ, ես կտրականապես դեմ եմ, եթե չենք անում ավելի լավ է չանենք, կամ անում ենք իմ ասած ձևով։ Առնվազն 2 տարի պետք է ընկերությունում աշխատած լինի, ընկերությունը պետք է ցույց տա, որ ինքը ներդրում է արել այդ աշխատողի վրա, աշխատավարձի տեսքով, եկամտային հարկի տեսքով, եւ հիմա ուզում է իր ներդրումը դարձնի շարունակական։ Երբ որ այդ ընկերությունից մասնավոր կգնան հետ չեն գա, այդ ժամանակ այդ ընկերությունը կգնա իր ընտանիքի անդամների հետևից։ Կառավարությունից որ մեկը գնա ասի, բա էս ինչի՞ չես վերադարձե, 25 հատ էջերով ուղիղ եթերներ, թե ինչ եւ այլն, բայց որ մասնավորի հետ տենց չեն կարողանալու խոսան, բայց մյուս կողմից մասնավորին ճանապարհը պետք է փակենք, որ այդ իմ ասած ֆաբրիկա զվյոզդը չստեղծեն։ Ուրիշ ճանապարհ չկա։ Եվ էլի եմ ասում, եթե տրամաբանությամբ ենք նայում, այնտեղ նույնիսկ բանից բակալավրից հետո մագիստրատուրա մի անգամից գնալու կուլտուրան այդեն շատ տարածված չի։ Մարդիկ մի հատ պաուզա են վերցնում, մի հատ ուզում են հասկանան, այս մասնագիտությունը ինչա, բանի աշխատանքի շուկան ինչա, այդ մեր մոտ է։ Մենք որ ասում ենք բան, կրթության ինչ ենք ասում, շարունակականություն, մենք հասկանում ենք, որ 0 դասարանում շնչում ես, ակադեմիկոսի կարգավիճակում արտաշնչում ես։ Այդ է կրթության շարունակականությունը։ Կներեք, դա աբսուրդ է, եւ դրա համար է, որ ունենք այն ինչ որ ունենք, տոննաներով դիպլոմներ, ֆուրերով դիպլոմներ, բայց որ իրականության մեջ ուզում ես հասկանաս ինչա կատարվում, այդքան էլ տենց չի։ Համեցեք Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես ուղղակի մի քանի մանրամասներ էի ուզում կարգավորումներից ներկայացնել, որոնք նաև ուղղված են ձեր նշած խնդրին։ Առաջինը կարևոր է մենք համարում ռեզիդենտ, մենք համարում գործատու մասնավոր կազմակերպություններից, մենք պահանջ ենք դրել, որ առնվազն վերջին 5 տարում առնվազն 100 աշխատող ունեցող կազմակերպությունները կարող են դիմել, հենց առաջնորդվելով նրանով, որ ձեր ասած մեկ օրում ստեղծված կազմակերպություններ չունենանք եւ պատմություն ու արդեն կենսագրություն ունեցող կազմակերպությունների հետ աշխատենք, որը որոշակի վստահություն կբերի։ Երկրորդը ես խոսեցի ներկայացման մեջ, որ ֆինանսական հետևանքներ կան, եթե պայմանավորվածությունը տեղի չունենա։ Մասնավորապես, եթե ունենանք դեպքեր, ուրեմն ուսումնառության ընդհատման ու չվերադարձի, այդ դեպքում գործատուն պիտի փոխհատուցի պետության տված գումարի եռապատիկը, այն պարագայում, երբ որ այստեղ աշխատելու պայմանը չի ապահովում, այդտեղ պետության տված գումարի կրկնապատիկը պիտի փոխհատուցի, այսինքն բավականին լուրջ նաև ֆինանսական սանկցիաներ են նախատեսված, որպեսզի հետ պահենք նման չարաշահումների տրամաբանությունից ի սկզբանե։ Այս ուղղակի կուզեի լրացուցիչ մանրամասնել, որ պարզ լինի։ Վարչապետ Տիկին Անդրեասյանն էլ երևի հարցս որպեսզի ավելի լավ հասկանամ։ Դուք նշեցիք վերադառնալուց հետո պիտի աշխատի նույն կազմակերպությունում, նույն մասնագիտությամբ։ Մենք հստակ ֆիքսել ենք, որ կազմակերպության հետ ինքը արդեն պիտի ունենա եռակողմ պայմանագիր ենք ունենալու, որում արդեն ֆիքսված է նաև ավարտից հետո, ուսումնառության ավարտից հետո առնվազն 3 տարի ժամկետով մասնագիտությամբ աշխատանքը։ Այդ մի հատ հարցն եմ ուղղակի լավ հասկանալու համար տարընթերցում չլինի, էլի։ Ես բիզնեսմեն եմ, որը վարձում եմ ամերիկյան համալսարան ավարտած երեխայի, գալիս է իմ մոտ 3 տարի աշխատում է հաշվապահ։ Հետո ես մի հատ ինչ-որ բիզնես հնարավորություն եմ տեսնում այլ ոլորտում ներդրում անելու, բացում եմ այլ կազմակերպություն, պատրաստ եմ այդ կադրի մեջ ներդրում անեմ, պետության հետ համատեղ, որ այդ կադրը գա, այդ կազմակերպությունը ղեկավարի, մասնագիտությունը փոխում եմ, կազմակերպությունն էլ եմ փոխում, արդյոք սա կանոնի խախտում է։
Ձեր նկարագրած, եթե ձեզ ճիշտ հասկացա, արդեն որոշ ժամանակ աշխատել է ինքը եւ հետո Հատելա հաջորդ ուղարկում ենք փուլումը։ մագիստրական կրթության, գնում է MBA անում, աշխարհի լավագույն համալսարանում հետա գալիս, դառնում է CEO։ Դուք նկարագրեցիք իրավիճակ, որ ինքը արդեն իսկ ունի նոր որակավորում, հետեւաբար չէ որևէ կանոնի խախտում չկա։ Այստեղ եթե երրակոմ պայմանագիր է, եթե պայմանագրի հետ գործատու կողմը ինքը չի ասում, որ իմ պայմանագիրը խախտված է, ուրեմն խնդիր չունեն, կարող է գնա ուրիշ տեղ աշխատի։ Այսինքն համեն դեպս տենց պետքա ծրագիրը դիզայն պայմանավորվող կողմը մեր մոտ խաչմերուկային շահառուն գործատուն է։ Եթե ինքը չի ասում, որ իմ պայմանագիրը խախտված է, Վարչապետ, մենք ունենք իրավիճակներ, երբ որ գործատուն կազմակերպությունների ցանց ունի եւ այստեղ արդեն կնքվող պայմանագրի մանրամասներում պետքա արձանագրվեն այդ պայմանները։ հա կամ ներդրում ունի, պլանավորած ներդրում ունի, թողանեկներ։ Ասում եմ հստակեցնենք, որ հետո պետական փողի հետևից ուրիշ մարմիններ չգնան, էլ այդ կազմակերպությանը հարցեր տան։ Ամեն դեպս իրականացնել պրակտիկայի մեջ մենք նպատակն է կարևոր։ Պրակտիկայի մեջ խնդրեմ տեսնենք, կվերադառնանք շտկումներ կանենք։ Այս պահին նշեմ, որ կարգում համապատասխան ճկունությունը դրված է, որ պայմանագրով կարող են այդ առանձնահատկությունները կարգավորվել եւ ուշադիր կլինենք իհարկե։ Համեցեք, բան ունեք ասելու բան։ Շատ լավ։ Դե էլի հույս ունեմ, որ հարգելի գործընկերներ ինչ որ ժամանակ անց չենք վերադառնալու, էլի տխուր վիճակագրության առաջ կանգնենք, բայց պետք է աշխատել, որովհետեւ ես չեմ պատկերացնում, որ մենք չունենանք ծրագիր, որը համաշխարհային մակարդակի կրթական համակարգում կադրերի որակավորված մասնագետների պատրաստման հնարավորություն ստեղծի, մենք պետք է դա անենք։